Պարոն Քոքոբելյան, արդեն նախընտրական քաղաքական դաշտը որոշակի ուրվագծվում է, որոշ դաշինքներ արդեն ձևավորվել են, որոշները ձևավորման փուլում են, ազատ-դեմոկրատներ կուսակցությունում ինչ փուլում են գործընթացները, արդեն որոշում կա, միայնակ եք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, միավորվելու եք որևէ ուժի հետ։ Ամիսներ առաջ, այսինքն երբ որ կարծես թե մեկնարկվել էր արդեն նախընտրական քարոզություն չասեմ, բայց գոնե տեղաբաշխումներն ու վերադասավորումները, մենք բազմիցս, մեկը ես հենց առաջիններից եմ եղել, որ հայտարարել են, որ ազատ դեմոկրատները հստակ ունեն իրենց քաղաքական օրակարգը, թե արտաքին քաղաքականության հետ կապված, թե ներքին ղեկավարման ու կազմակերպչական գործերից սկսած, թե անվտանգության հետ կապված։ Եվ մենք բազմիցս նշել ենք, որ ազատ դեմոկրատները հավատարիմ մնալով իր քաղաքական օրակարգին, որը գաղտնիք չէ ոչ մեկի համար, առնվազն արտաքին քաղաքականության առումով մեր համար առանցքային խնդիր է Եվրասիական տնտեսական միության անդամակցության խնդիրը, որին մենք դեմ ենք, եւ ինքս օրենսդրական նախաձեռնությունով ազգային ժողովում հանդես եմ եկել անցած տարի բոլորը գիտեն, այսինքն որ Հայաստանը սկսի գործընթաց Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը կասեցնելու հետ կապված։ Ինչու եմ ասում արտաքին քաղաքական այդ վեկտորը, որտեղ մնացած բոլոր խնդիրները ածանցյալ են նաև այս արտաքին քաղաքականության։ Այսինքն, երբեք չի լինում, որ դու ինտեգրվում ես մի կենտրոնի, որտեղ ծաղկում է կոռուպցիան, որտեղ զարգանում է մարդու իրավունքների ոտնահարման գործընթացը եւ գրեթե օր չունենք, որ այդ այսպես ասած ակումբի անդամ երկրներում որևիցե սուրպրիզ չունենանք մարդու իրավունքների հետ կապված։ Ավելի վատ բան կարող եմ ասել, նաեւ այդտեղ չի գործում գործընկերային հարաբերությունները։ Իհարկե մենք չենք առաջնորդվելու բնականաբար միայն արտաքին վեկտորով, բայց ինչի եմ սա նշում, մենք կուսակցության ծրագրով մեր հստակ է Եվրոմիության անդամակցությունը որպես ծրագրային դրույթ։ Եվ մենք որպես ազատ դեմոկրատներ բնականաբար համագործակցում ենք եւ համագործակցել ենք այն անհատների, այն քաղաքական ուժերի հետ, ում համար դրանք ծրագրային դրույթներ են եւ նպատակներ։ Ինչու՞։ Եվ ազատ դեմոկրատները, ես բազմիցս նշել եմ, հիմա էլ եմ նշում, կմասնակցի ընտրությանը լայն կոնսոլիդացված ցուցակով, որը կլինի այդ ցուցակում ընդգրկված թե մարդկանց, թե քաղաքական ուժերի, իսկ այդպեսին կլինեն միասնական յուրովի դաշինքը։ Այսինքն դա յուրովի կլինի ազատականների, յուրովի կլինի մեր արժեհամակարգի, այսինքն դեմոկրատական ժողովրդական արժեհամակարգի վրա խարսխված, թե գործունեության առումով, թե մոտեցումների առումով, այդ մոտեցումները կիսող անհատների, ուժերի, յուրովի միավորում։ Ինչի եմ այդպես ասում։ Բանակցություններ, գիտեք, ես չասեմ բանակցություններ կան, դրանք կանվանեմ նաև եւ հանդիպումներ, որտեղ այդպիսի մարդիկ մեր համար նաև մոտերիմ մարդիկ են եղել բնականաբար եւ քաղաքական դաշտում այնպես չէ, որ դրանք շատ են, բայց հասարակության մեջ բարեբախտաբար այդ շերտը գնալով ավելի է աճում եւ կա մի շատ խոշոր ընդրազանգված, որոնք այսօր բառից բուն իմաստով գիտակցում են, թե որտեղ է Հայաստանի Հանրապետության հիմնական խնդիրների գծիկը։ Այսինքն որտեղից է գալի, որ Հայաստանում այսօր չկան ներդրումներ, որտեղից է գալի, որ Հայաստանն այսօր չի կարողանում լուծի անվտանգության խնդիրներ։ Եվ հավատացած եղեք, որ մենք բոլորս միասին, մեր գործընկերների հետ միասին հանդես գալով եւ մոտ ապագայում իդեպ, մոտ ժամանակահատվածում, այսինքն խոսքը չի վերաբերում շաբաթներին, այլ վերաբերում է օրերին, կներկայացնենք եւ այդ մարդկանց հետ այդ մոտեցումները եւ այն ծրագիրը, որը իրատեսական կլինի եւ այն մարդկանց խումբը, այն մարդկանց թիմը, ով ի վիճակի է այդ խնդիրները իրականացնի։ Մենք վստահ ենք, որ մենք կկարողանանք եւ դրանում կասկած չունենք, որ մենք կարող ենք փոխել այս իրավիճակը։ Եվ մենք առաջնորդվելու ենք այդ մոտեցումներով, որովհետեւ Հայաստանը
օր եւ ժամ առաջ անհրաժեշտություն ունի հենց այդ փոփոխությանը։ Պարոն Քոքոբյան, տեղեկություններ կան, որ ազատդեմոկրատները բանակցում են Հրանտ Բաղդասարյանի ազատություն կուսակցության հետ եւ արդեն որոշակի ստորագրված։ Ուրեմն ես հստակ ձեզ տեղեկացնում եմ, որ անուններ ես փուլում չեմ տա, որևիցե փաստաթուղթ, որը վավերացված է գոյություն չունի, որտեղ փաստաթուղթը դա կուսակցության վարչությունով պետք է արվի, դրա մասին չէ խոսքը, եւ այն անհատները, որոնց մասին խոսում է նաեւ մամուլում, եւ այն քաղաքական ուժերը, որոնց մասին խոսում է մամուլում, ազատ դեմոկրատների եւ իրենց հարաբերության մասին, չեմ ཐակցնում, դա կա, այսինքն դա եւ որևիցե ཐակցնելու կարիք չկա, բայց ես պարկես չեմ համարում այս փուլում առանց այդ ընդհանուր թիմային որոշման, նկատի ունեմ նաեւ մենք օրինակ նույն ցուցակի խնդիրը մեր մոտ լուծելու է բառացիորեն, առանց այլևայլության, շատ դեմոկրատական սկզբունքով, իհարկե շատերն են հայտարարում, որ այդպես է լուծվելու, բայց մենք դա կանենք նույնիսկ հրապարակա, որպեսզի բոլորին պարզ լինի, թույլ տվեք միտքս ավարտեմ, այսինքն ռեյտինգային քվեարկությամբ մարդիկ կորոշեն, թե ով որտեղ է առաջադրվելու, ով ինչ խնդիր է լուծելու եւ ընդհանրապես այդ թիմը ինչ խնդիր կարող է լուծել։ Լայն կոնսոլիդացիա ասելով ի՞նչ նկատի։ Լայն կոնսոլիդացիա ասելով նկատի ունեմ, որտեղ կլինեն եւ ուժեր։ Ինչին ասում է խոսքը։ Գիտեք, շատ բարձ կանե ջան։ Լայն կոնսոլիդացիա նշանակում է, լայն կոնսոլիդացիա, այո, կան։ Լայն կոնսոլիդացիա նշանակում է, որ այս մեր միասին կլինենք եւ քաղաքական ուժեր կլինեն եւ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ։ Գիտես, հիմա կարծես թե Հրանտ Բաղդասարյանից բացի կլինեն այլ կուսակցություններ։ Գիտեք, ես հստակ ասում, առաջիկայում կներկայացնենք, գիտեք, խոսքը մեկ կուսակցություն, երկու երեք։ Ես շատ բարձ ասեմ, մենք կուսակցականացավ չենք եղել եւ ի տարբերություն շատ ոչ մեկին չեմ ուզում նորից եմ ասում։ Մեղադրեմ տարբեր տեխնոլոգիաներ կա, տարբեր մոտեցումներ կա եւ թվականակով չի որ որոշում է, այլ այն մարդկանցով է, թե ովքեր են ներկայացնում այդ ծրագիրը եւ ովքեր են կարողանալու դա իրականություն դարձնել։ Օրինակ կան անհատներ, որ ինձ համար մեծ արժեք ունեն եւ կարծում եմ, որ հասարակության համար նույնը։ Այսինքն ես չեմ առաջնորդվում իմ անձնական մոտեցումներով, այլ առաջնորդվում թե ինչպիսի վաստակ ունեն այդ մարդիկ եւ մինչեւ այսօր ինչով են զբաղված եղել։ Որտեղ գիտեք, խոսել ժողովրդավարությունից եւ ժողովրդավարության գործիքակազմը կիրառելուց, բայց կյանքում ապրել ոչ ժողովրդավարական մեթոդներով, դա մեկ այլ բան է, բայց կան անհատներ, կան մարդիկ, կան ուժեր, որոնք եւ պայքարի փորձում են։ Օրինակ մասնավորաբար ասեմ, մեր հետ շատ կլինեն նաեւ անդամներ կլինեն Էլեկտրիկ Երևանից։ Օրինակ, գիտեք, այս փուլում ճիշտ չեմ համարում անուններ հնչեցնել։ Տեղեկություններ հրապարակվեցին, ինչը չժխտեց նաեւ Անահիտ Բախշյանը, որը մի քանի օր առաջ լքեց Ժառանգություն կուսակցությունը։ Անահիտ Բախշյանին նույնպես եւ Ստեփան Սաֆարյանին եղել է առաջարկ ընդգրկվելու ազատդեմոկրատներ կուսակցության համամասնական ցուցակում, նաեւ առաջադրվելու կուսակցության տարածքային Ես չեմ ཐակցնում դա, միան գիտեք, քանի որ հարցը ուղղեցիք, շատ խորը հարգանք ունենալով եւ ոչ միայն ես կարծում եմ նաեւ մեր թիմակիցները եւ հասարակության լայն շրջանակները Անահիտ Բախշյանի վաստակի եւ իր նկատմամբ, այո, կա նման բան, ես ինքս խնդրել եմ Անահիտ Բախշյանին եւ դա կարող եմ ասել անկեղծ, որ շատ մեծ ցանկություն ունենք, որ Անահիտ Բախշյանը բառից բուն իմաստով հարստացնի այն քաղաքական process-ը, որով մենք առաջիկայում առաջնորդվելու ենք եւ շարունակելու ենք մեր գործընթացը։ Այո, կա նման բան։ Դուք մտերիմ եք նաեւ ազգային ժողովում ձեր այդ հարաբերություններից հետպես երևում Ալեքսանդր Արզմանյանի հետ, հնարավոր է որ նա Գիտեք, ես նորից եմ ասում, բերեք անուններ չտանք, Ալեքսանդր Արզմանյանը գաղտնիք չէ, մեր կուսակցության եւ ցուցակով առաջադրվել է անցած ազգային ժողովին եւ պարլամենտ է այդ պարլամենտում հիմա գնացել է ազատ դեմոկրատների ցուցակով։ Ես որից եմ մեկի իմ ընկերների, այդ թվում Ալեքսանդր Արզումանյանի հետ կապված, որևիցե բան լավից բացի չունեմ ասելու, նրանք բոլորը մարդիկ են, որ այս դաշտում են աշխատել, նկատի ունեմ ազատական եւ արևմտյան արժեհամակարգի վրա խարսխված
գաղափարախոսությամբ առաջնորդվել։ Ակտիվ քննարկումների հանդիպումների մեջ է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը գրեթե բոլոր ուժերի հետ, ուժերի ներկայացուցիչների հանդիպում է եւ փորձում է լայն դաշինք ստեղծել։ Այս ընթացքում ձեզ հետ հանդիպումներ եղել են, հնարավոր է այդ արդեն Ես շատ բարձր դաշինքների ասեմ, հետ։ ես կարծես թե միավորվել։ նշեցի եւ կարծում եմ այդ իմ պատասխանը ձեզ պետք է հուշեր, որ մենք հստակ ունենք մեր քաղաքական օրակարգը եւ մեր քաղաքական օրակարգը սուտ քաղաքական ուժերի առումով բավականին նեղացնում է շրջանակը, այսինքն Հայաստանում ոչ բոլոր քաղաքական ուժերն են գտնվում, որ պետք է Հայաստանը ուղղակիորեն անդամակցի, այսինքն գործընթաց ուղղակի որպես գործընթաց քաղաքական եւ օրակարգում պետք է ունենա Եվրոմիությունը, այսինքն ոչ միայն ինտեգրում, այլ Եվրոմիության անդամակցումը ապագայում։ Շատերը իհարկե խոսեն, որ Եվրոմիությունում էլ process-ներ կա, խոսքը դրան չի վերաբերում։ Վերաբերում է այն լայն ընտանիքին Եվրոմիության եւ այն քաղաքակրթական մշակույթին, թե ապրելու առումով, թե գործելու առումով, որը այսօր առկա է այս համակարգում։ Եվ բնականաբար մենք գտնում ենք, որ Հայաստանը ժամ առաջ իր հարաբերությունները պետք է լավացնի Ռուսաստանի հետ։ Որտեղ ես գտնում եմ, որ այսօր այն հարաբերությունները, որ մենք ունենք Ռուսաստանի հետ, դա բավարար չէ, բայց պետք է Հայաստանը նաև գործընթաց սկսի, դրանք հակասող բաներ չեն, իսեր Աստծո չփորձենք հակասություն գտնենք Եվրասիական տնտեսական միության, գոյություն չունեցող այդ միության, որը միայն խոչընդոտ է, ուրիշ ոչինչ, անդամակցության դադարեցման հետ կապված։ Եվ մենք խոսում ենք բոլոր այն անհատների եւ քաղաքական ուժերի հետ, ում համար դա օրակարգային խնդիր է։ Ձեր նշած արտաքին քաղաքականության գիծը տանելու, ձեր ծրագիրն իրականացնելու համար։ Դա մեր համար առանցքային խնդիրներ է։ Այո, աջակցությունը պետք է ստանաք եւ լինեք նրանց ապավեն Հայաստան։ Ես չեմ կիսում ձեր կարծիքը, գիտեք, ես չեմ կիսում ձեր կարծիքը, թույլ տվեք ասեմ։ Դեմոկրատները պիտի լրացնի այդ տեղը։ Թույլ տվեք այդ հարցին պատասխանեմ։ Նախ ես չեմ կիսում այն կարծիքը, որ մենք որից է ուժի արտաքին աջակցության կարիք ունենք, մենք աջակցության խիստ կարիք ունենք, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցության կարիք ունենք եւ ես հայցում եմ այդ աջակցությունը բառից բուն իմաստով։ Եվ ընդհակառակը ես ցավով եմ վերաբերվում նաեւ այն process-ներին, որի Հայաստանի Հանրապետությունում դա ամենայն պատասխանատվությամբ է ասում եւ իմ քաղաքական կենսագրությունը այդ իրավունք ինձ վերապահում է, հենց այդպես էլ ասեմ, որքան էլ տարաբնույթ նույնիսկ պատմություններ փորձեն հորինեն կամ խոսեն, որ մենք ապավինում ենք եւ մենք հայցում ենք մեր քաղաքացիների, այն մտահոգ քաղաքացիների, որոնք մեր կարծիքը կիսում են, իրենց աջակցությունը։ Դուք լինելու եք արևմտամետ թևը։ Ես նորից եմ նշում, մենք լինելու ենք այն թևը, ում արժե համակարգը համամարտկային, այո, արևմտյան արժե համակարգի վրա, որտեղ դա համամարտկային արժե համակարգն է, խարսխված արժե համակարգ է։ Մենք կողմնակիցն ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա մրցունակ, ունենա բառացիորեն մրցակցային դաշտ։ Մենք կողմնակիցն ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում հաղթեն մրցակցային սկզբունքով, այլ ոչ թե այլ կապերի կամ այլ տիպի աջակցությունների։ Եվ ազատ դեմոկրատները եւ բոլոր այն մարդիկ ու այն կազմակերպությունները, ուժերը, ում հետ մենք հիմա համագործակցում ենք եւ առաջիկայում միասնական հանդես կգանք, հավատացած եղեք, որ նրանք բոլորը միայն ապավինել են եւ ապավինում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ինչ ակնկալիք։ Շատ բնականաբար վստահ։ Խորհրդարան անցնելու եք 5%-ով։ Ուրեմն 5% անցնելու խնդիրը, այսինքն շեմը արգելքը, ես դա խնդիր չեմ համարում, շատ անկեղծ եմ դա ասում եւ պատասխանատու, որտեղ մենք մեր յուրաքանչյուր ձայնի տեղը հստակ գիտենք եւ դա զուտ տեխնիկական խնդիր եմ համարում։ Ավելի մեծ ու եւ կարեւոր խնդիր եմ համարում, որ մեր մասնակցությունը եւ ներկայացվածությունը լինի այն չափի առնվազն, որ մեզ հնարավորություն տա, որին ես վստահ եմ, որ մենք կարողանանք ու մենք կարող ենք փոխել այս վիճակը։ Այսինքն մենք կռիվ ենք տալու բացարձակապես մեր գործընկերների հետ մենք այդ խնդիրը կլուծենք պատվով եւ ես նորից եմ ասում մեր գերխնդիրն է փոխել այս վիճակը եւ մենք կարող ենք դա անել կապրենք ու կտեսնենք որևիցե ֆինանսական ակնկալիքով կամ աջակցության համար
Իհարկե դա երկի գործն է եւ կարող եք այդ հարցերն իրենց տալ, մեր գործընկերներն են, ես դա այդ կոնտեքստում չեմ ասում, բայց մենք որևիցե արտագնա ֆինանսական միջոցներ հայտարարելու միջոցառում չենք կազմակերպելու եւ չենք պատրաստվում կազմակերպենք։ Կունենանք հանդիպումներ, բայց բացառապես մեր քաղաքացիների, այդ թվում նաեւ ցավոք սրտի արդի երկրում ապրող, որ այսօր արդի երկրում են ապրում, շատերը ստիպված լինելով, իրենց հոգսերը հասկանալու եւ մեր խնդիրները ավելի ճիշտ պատկերացնելու։